Սա շատ հետաքրքիր եւ օգտակար հարց է մասնակից կուսակցությունների դաշինքների համար, որտեղից կցանկանայք տեղականալ կուսակցությունների եւ դաշինքների նախընտրական ծրագրերի մասին։ Սա եւս մի քանի պատասխանի հնարավորություն կա, հետեւաբար այս գումարելները կարող են լինել 100%-ից ավել։ Եվ այսպես 47.6% նշել է սոցիալական ցանցեր, Facebook, Instagram, TikTok, եւ տեսնում եք, որ սա ամենասպասված ուղին է կոմունիկացվելու պոտենցիալ ընտրողների հետ։ 17.6% նշել է կուսակցությունների եւ դաշինքների կողմից կազմակերպված համայնքային հանդիպումները։ 16.6% նշել է առանձին նշել է Facebook-յան ուղի եթերներ, սա եւս կարելի է դասել այն առաջի ցուցանիշին սոցիալական ցանցերի այս տվյալին, բայց մենք քանի որ առանձին նշվել է այս բավականին մեծ տոկոս, մենք սա թողել ենք որպես առանձին ուղի։ 7.4% է միայն նշել բուկլետները, հետեւաբար մենք նաեւ հորդորում ենք, որպեսզի խնայեն ծառերը եւ այս բուկլետների կիրառումը այդքան չարաշահեն։ Եվ 4.4% է միայն նշել, որ ցանկանում են ծանոթանալ կուսակցությունների եւ դաշինքների վեբ կայքերից։ Եվ միայն 1.8%-ը, սա էլ է շատ կարևոր նշել են պաստառներ եւ բիլբորդներ։ Այլ տարբերակներ նշել են 11.9% եւ դժվարացել է այս հարցին պատասխանել 8.9%-ը։ Շատ կարևոր հարց, մասնակցելու եք արդյոք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Մենք այստեղ երկու փուլ ենք բերել, մենք ապրիլի սկզբին եւս իրականացրել ենք հարցում եւ հրապարակել ենք, սա մոխրագույն գույնն է, ցուցանիշները եւ այժմյան այս ցուցանիշները։ Մենք տեսնում ենք, որ 57.5%-ը ասել է, որ միանշանակ այո մասնակցելու են ընտրություններին, ինչը բավականին լավ ցուցանիշ է։ Կարծում եմ, ընդ որում դե նկատում եք բավական մեծ աճ կա, մոտ 5%-ից ավել աճ կա այս ցուցանիշի մեջ, ինչը ողջունելի է։ Ավելի շուտ այո նշել է 13.2%-ը, ավելի շուտ ոչ նշել է 8.3% եւ միանշանակ ոչ նշել է 9.9%, 11.2%-ը դժվարացել է այս հարցին պատասխանել, ամեն դեպքում նորից կրկնվեմ, այս տենդենսը բավականին դրական է, որ 57.5%-ը նշել է, որ վստահ է, որ գալու է ընտրատեղամաս եւ կատարի իր քվեարկությունը։ Եվ կարծում եմ ամենասպասելի տվյալները, որը որ բոլորին հետաքրքրում է, հետեւյալ սլայդն է։ Եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան հաջորդ կիրակի, որ կուսակցությանը կքվեարկեիք կամ դաշինքին կքվեարկեիք։ Եվ այսպես 26.7%-ը նշել է քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, ուժեղ Հայաստան դաշինք նշել է 14.1%, ես կանցնեմ տվյալները կներկայացնեմ, հետո կանադառնամ ուժերին առանձին։ Հայաստան կուսակցությունների դաշինք նշել է 8.2%-ը, այսինքն նրանք արդեն իսկացնում են այդ շեմը, որ նախատեսված է դաշինքների համար, Բարգավաճ Հայաստան կուսակցություն 7.9%, Միասնության թևեր կուսակցություն այստեղ ունենք բավականին մեծ աճ 4.2%, Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցությունը 3.1%, Լուսավոր Հայաստան կուսակցություն 2.7%, Հայաստանի շնորհապետական կուսակցություն 2.3%, եւս բավական լավ աճ կա այստեղ, Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցություն 1.9%, սա եթե չեմ սխալվում Հայկ Մարությանի կուսակցությունն է, Հանրապետություն կուսակցություն 1.7%, Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն 1.1%, Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցություն 0.7%, Բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցություն 0.6%, Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցություն 0.4%, Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոն կուսակցություն 0.4%, Հայ ազգային կոնգրես կուսակցություն 0.4%, Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք 0.3%, ռեֆորմիստների կուսակցություն 0.3%, ժողովրդավարական համախմբում կուսակցություն 0.3% եւ
հրաժարվում եմ պատասխանը նշել է 8.3%, դժվարացել է պատասխանել 8%, կփչացնեմ քվեաթերթիկը նշել է 1.3% եւ ընդհանրապես չեմ քվեարկի նշել է 5.7%։ Եթե նկատեցիք այս ցանկը բավականին երկար էր, բայց սա այն կուսակցություններն են մենք որոնք որ հայտ են ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի գրանցվեն որպես մասնակից ընտրությունների։ Ես հիմա անդրադառնամ նորից տվյալներին։ 26.7%, ինչպես նշեցի, քաղաքացիական պայմանագիր կուսակցության տվյալն է, իհարկե ամենաբարձրն է բոլոր նշված մասնակից կուսակցություններից, բայց իմ կարծիքը կարող եմ ասել, հաշվի առնելով օրինակ կես տարի այդ ուժը կես տարուց ավել է արդեն իսկ իրականացնում է քարոզարշավ եւ ըստ երևույթի տիրապետում է նաեւ որոշակի լծակների, հա, իշխող ուժին հասու լծակների, այս ցուցանիշը ես կարծում եմ, որ կարող է լինել, եթե դրական եւ ճիշտ աշխատեին, կարող է լինել ավելի բարձր, բայց կես տարվա արդյունքում նրանք դեռ գրանցել են 26.7%, բայց կրկնվեմ, նրանք դեռ ունեն ամենաբարձր ցուցանիշը։ Այստեղ նաև պետք է նշվի, որ ադմինիստրատիվ ռեսուրսը եւս ներառված է այդ որոշակի 8-ից 10% ադմինիստրատիվ ռեսուրսը, որը տիրապետում է ցանկացած իշխանություն, եւս ներառված է այդ ցուցանիշի մեջ։ Ուժեղ Հայաստան դաշինք 14.1%, որոշակի աճ կա, բայց կրկին այստեղ եւս կարող եմ ասել, որ այն էֆեկտիվությունը, որը կարող էր ունենալ այդ ընտրարշավը, դեռ մենք չենք նկատում, այլ կրկնում եմ, որոշակի աճ կա, բայց կարծում եմ, որ կարող է լինել ավելի շատ։ Այստեղ նաեւ պետք է նշենք, որ ուժեղ Հայաստան դաշինքը ամենաշատ թիրախավորվածն է իշխող ուժի կողմից, եւ մենք տեսնում ենք այդ ձայնագրությունները, տարբեր որոշակի հակա քարոզը, որը տարվում է այս ուժի դեմ, հիմնականում իշխող ուժի կողմից։ Հայաստան կուսակցությունների դաշինքը նշեցի, որ արդեն իսկ ցուցանիշով անցնում է դաշինքների այդ շեմը 8.2%-ը, այստեղ աճ եւս արձանագրվել է։ Սա բացատրությունը իմ կողմից նաեւ կարող է լինել այն ֆորմատը այդ արշավի, որը արդեն իսկ սկսել են Հայաստան կուսակցությունների դաշինքը այդ ոդքասթի նկարահանումը, այդ ոդքասթի ձևաչափը ըստ ինձ բավական հետաքրքիր է եւ կարող է նաեւ ազդեցություն ունենալ այս ցուցանիշների վրա։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, եթե նկատում եք, մի փոքր նվազում ունի, ստագնացիա է իրենց մոտ 7.5% են գրանցել եւ ինչը շատ կարեւոր է, հերթականությունն է փոխվել, թե հիշում եք անցած ռեպրեզենտացիայի ժամանակ Բարգավաճ Հայաստանը ընդդիմադիր ուժերի մեջ երկրորդ տեղում էր, հիմա դիրքը փոխվել է երրորդ տեղ, բայց արշիվում մենք ունենք քարոզարշավ, կարող է ամեն ինչ փոփոխվել։ Ես կապում եմ այս Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցանիշի այս որոշակի ստագնացիան այն հանգամանքի հետ, որ մինչև հիմա մենք չենք իմանում, թե ով է լինելու իրենց վարչապետի տեխնացում, հուսանք առաջիկայում մենք կիմանանք, թե ովքեր են, ով է լինելու Բարգավաճ Հայաստան կուսակցության վարչապետի տեխնացում եւ հուսանք, որ նրանց ցուցանիշները եւս կբարելավեն, եթե իհարկե ճիշտ եւ պատշաճ ձևի իրականացնենք քարոզարշավը։ Միասնության թևերի աճը 4.2% են գրանցել, ավելի շատ մենք կապում ենք այդ ակտիվ եւ ագրեսիվ գովազդային արշավի հետ, եթե նկատել եք, իրենք գրեթե ամենաակտիվն են գովազդի կտրվածքով եւ սոցիալական ցանցերի բիլբորդների կտրվածքով, ինչպես նաեւ այս վերջի իրենց ակտիվությունը մեդիայում կարծում եմ ազդել են այս ցուցանիշի վրա։ Ամենաէֆեկտիվը, եթե մենք հաշվի առնենք ծախսված ռեսուրս եւ ստացված արդյունքը, ըստ մեզ, դա դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցությունն է, որը գիտեք պատկանում է Վարդան Ղուկասյանին, մենք գիտենք բոլորս, որ նա բանտարկությունում է գտնվում եւ հաշվի առնելով, որ նրա այսպես կոմունիկացիան հանրության հետ միայն այդ ձայնագրություններն են 10-12 րոպեանոց,
ես կարծում եմ իրենց գրանցած ցուցանիշը ամենա եւ այդ համատեղ ծախսված ռեսուրսները եւ հասանելիությունը ամենաէֆեկտիվը ես կգնահատեի այդ դոկ կուսակցության ցուցանիշը 2.7% լուսավոր Հայաստան կուսակցություն ես կարծում եմ այս կուսակցությունը բավականին հետաքրքիր այսպես ասած մոտեցումներ ներկայացնում եւ Էդմոն Մարուկյան իրենց կուսակցության ղեկավարը եթե նկատել եք ամենաարագն է արձագանքում բոլոր այն խնդրահարույց հարցերին, որոնք առաջ են բերվում իշխող կուսակցության կողմից եւ ինքը բավականին ակտիվ է սոցիալական ցանցերում եւ կարծում եմ բոլորը տեսնում են նրա շատ արագ արձագանքը բոլոր խնդիրներին։ Հայաստանի շնորհապետական կուսակցություն 2.3% ցուցանիշը, սա ես մի քանի անգամ ասել եմ այս ֆենոմենը, որ ամռանը, անցած տարվա ամռանը մենք գրանցել ենք առաջի անգամ այս կուսակցության ցուցանիշը եւ հաշվի առնելով որ նա բավականին նոր կուսակցություն է, նոր այսպես քաղաքական դեմք է եւ հայտ է ներկայացրել մասնակցության, այս ցուցանիշը իրենց համար բավականին լավ ցուցանիշ է եւ սա որպես նաեւ հուշում, որ այլ կուսակցություններ, որոնք ունեն արևմտամետ ուղղվածություն, կարող են միգուցե աջակցել կամ միավորվել այս կուսակցության հետ, որովհետեւ իրականում արդյունքները բավականին տպավորիչ են հաշվի առնելով նրանց աշխատանքի ժամանակահատվածը։ Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցությունը, ինչպես ասացի, դա Հայկ Մարությանի 1.5, գրեթե 2% ցուցանիշը եւս բավականին լավ է։ Ու հաշվի առնելով, որ Հայկ Մարությանը հայտնի դերասան է եւ նաեւ աշխատել է որոշակի ժամանակաշրջան քաղաքապետ, հիմա էլ ունի խիստ հակաիշխանական դիրքավորում։ Հանրապետություն կուսակցությունը 1.7%, եւս ունի շանսեր հավակնելու որ կասնի շեմը եւ քրիստոնյա ժողովրդական կուսակցություն 1.1%։ Մնացած ցուցանիշները չեն թվում եւ ուղակի հորդորում եմ ես իհարկե իրավունք չունեմ պահանջելու կամ այսպես խրատական խոսք ասելու, բայց ելնելով ցուցանիշներից մնացած բոլոր հայտ ներկայացած կուսակցությունները, որոնք գրանցել են 1%-ից ցածր ցուցանիշ, ես ուղղակի հորդորով դիմում եմ, որպեսզի իրենք չունենալով արդեն հիմա տեսնելով մենք տեսնում ենք, որ չունեն ըստ երևույթի ռեալ շանս հաղթահարել 4%-ի շեմը, ես ուղղակի նրանց խորհուրդ կտամ գտնել այլ կուսակցություններ, որոնք որ ունեն արդեն իսկ գրանցած որոշակի ցուցանիշներ եւ դուրս գան ընտրապայքարից եւ աջակցեն այդ կուսակցություններին, մենք չենք ուղղորդում ով ում աջակցի, դա պետք է գա իրենց ծրագրերից, իրենց ինտեգրման վեկտորից, որը իրենք ուզում են, որ լինի Հայաստանի համար։ Եվս կրկնվեմ, այս ցուցանիշները շատ օգտակար պետք է լինեն մեկնարկային ցուցանիշներ են բոլոր մասնակից կուսակցություններին եւ իշխող ուժի համար օգտակար կարծում եմ եւ նաեւ ընդդիմադիր մասնակից ուժերի համար, որպեսզի իրենք ճիշտ գնահատեն իրենց արկա իրավիճակը, հաշվի առնեն իրենց ռեսուրսները եւ հիմա միջև ընտրապայքար մտնելը ճիշտ կողմնորոշվեն։ Հետագայում մեր աշխատանքը նաեւ կհեշտացվի, որովհետեւ տեսակ 19 կուսակցության ցուցանիշ թվելը ինչքան երկար է տևում, այդ ամեն ինչ եթե 19 կուսակցություններ էլ մնան, պատկերացրեք իրենք 19 որոշակի մեսիջներ են հղելու ընտրաշավի ժամանակ եւ դա բերելու է ավելնորդ աղմուկի եւ խանգարելու է մեր քաղաքացիներին կողմնորոշվել այս կամ այն ուժի հանդեպ։ Հետևաբար եւս մեկ անգամ հորդորում եմ 1% ցուցանիշ գրանցած կուսակցություններին իրենց հայտերը հետ վերցնել։ Եվ որքանով եք վստահ ձեր ընտրության մեջ, սա եւս կարևոր հարց է, 67%-ը ասել են, որ լիովին վստահ են եւ կարծիքը չի փոխվի իրենց, 10.9%-ը նշել է, որ ավելի շուտ վստահ են իրենց ընտրության մեջ, 5.9%-ը նշել է ավելի շուտ վստահ չեմ եւ 10.8%-ը նշվել է, որ ընդհանրապես վստահ չեմ, կարծիքս կարող է փոխվի։ 55.2%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին։ Մենք տեսնում ենք, որ այստեղ ունենք 67% միայն ովքեր վստահ են իրենց ընտրության մեջ եւ կա գրեթե 43% ովքեր կարող են այս կամ այն
կերպ փոփոխվեն իրենց կարծիքը։ Կարծում եմ այդ ընտրարշավը թույլ կտա այս 40%-ին կամ ամրապնդել իրենց որոշման մեջ, կամ միգուցե փոփոխել իրենց որոշակի ընտրությունը։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։ Все?